Հա, կյանքս։ Ինչ ես ուշ պատասխանում։ Որովհետև անհարմար պահի ես զանգել։ Բիձու հետ պահմտոցի ենք խաղում։ Ցնդել ես։ Դու գնացել ես տունը տանես ձերքից, թե բիձուն տանես մանկությունը։ Վայ դեզոր, մի վրացացրու էլի։ Դու գիտես ինձ դուր ա գալիս իր հետ ապրելը։ Ու իր հիմար հորինած խաղերը խաղալը։ Պահմտոցի, դուրակ, նարդի, շաշկի, բլոտ։ Բայց ի՞նչն է հորինած։ Այդ խաղերը ինքը չի հորինել։ Հա, բայց ինքը հորինել ա, որ ով պարտվի, մեկը ես եմ հանվել։ Յախք։ Լավ, լսի, մի հատ այդ բիձուց փող վերցր ու փոխանցի ինձ։ Ավտոն եմ խփել։ Դե մի շիտը ծխել եմ։ Ինչքան փող ա պետք է շիտը սարքելու համար։ Դե մոտ 200,000։ Շատ լավ, Զորաբ Արտաշեսովիչ։ Դուք ինձ գրանցեք, ես անպայման կմոտենամ։ Էդու մետ էր խոսում։ Բժիշկի, պիտի գնամ իր մոտ, որ ինձ ավելի սիրունացնի։ Նա, այդ ինչ է պիտի սարքի շիթը։ Չեմ հասկանում էդի բժիշկա թե դզող փչող։ Կյանքս դե բժշկական տերմին է, էլի։ Պիտի գնամ իր մոտ, որ շթերս մեծացնի, որ քո նման տղամարդու կողքին համապատասխան աղջիկ լինի։ Այդ լավ է։ Բա դրա համար ինչա պետք։ Դե մի 200,000 որ տաս, համ բժիշկը գող կլինի, համ ես, համ էլ ամենակարևորը դու։ Այդ պահը դուրս եկա։ Լավ, հեսա իջնեմ բանկոմատից հանեմ փողը։ Ապրեց։ Մնում է հասկանամ, թե որ բանկոմատից եմ հանելու։ Իվան Ագրիկոլ, թե Ժիրոշին բանկ։ Ախպերները հետ են գալի նոր սենարով Ամով հոտով դզած փչած կերպարներով Ծնողների ցանկությունը կատարելով Ամուսնանում են օրինական ճանապարհով Բնակվում են ախպերները նույն հասեյում Ամբողջ օրը կռվում իրար մի սենուտում Այս ամենին մի նոր պրոբլեմ է ավելանում Պապամ նոր ու ջահել, մամայա օջախ Ուզում եք իմանալ ապարտը պատմության Հարմար տեղավորվեք զինվեք համբերության Սկսում ենք սիտկոմը ընտանեկան Սպասված և շատ սիրված շիրովի վար Ուզում եք իմանալ ապարտը պատմության Հարմար տեղավորվեք զինվեք համբերության Սկսում ենք սիտկոմը ընտանեկան Սպասված և շատ սիրված Միրո, ես ինչ ես անում։ Միրոն որոշել է ավարտի իր առաքիչի փայլուն կարիերան։ Իսկ պարտադիր է ավարտել ես իմ կաբինետի պատերը փչացնես։ Ինչի՞ չես տեսել, որ ֆուտբոլիստները իրենց կարիերան ավարտում են, մեխից կախում են իրենց մարզակոշիկները, բռնցքամարտիկները իրենց ձեռնոցները։ Միրոն էլ որոշել է իր առաքիչի պայուսակը կախի։ Իսկ ինչ ես որոշել ավարտել։ Վնասվածք ես ստացել։ Այո։ Ինչ վնասվածք։ Ձեռքը տա, ոտքը տա, թե հեծանի վտա։ Սիրտս։ Միրո կարաս նորմալ բան բացատրես հասկանամ։ Տեսեմ Հանգիստ, հանգիստ։ Նստի, այս խմի, կամ այս խմի հետո նստի, կարևորը հանգստանաս, նորմալ կարողանաս բացատրել։ Այս խմի։ Սեբո իր առաքումները չի տալի, որ Միրոն անի, այլ տալիս է Իվանի նոր առաքիչին, են Սիմոնին։ Ոնց է տալիս է Սիմոնին։ Այսինքն տալիս է Սիմոնին։ Դու Սեբաստյանին տես։ Ես դրա ոտը խոհանոցից պոկելու եմ։ Ես դրա պատանեկան կացայ անելու եմ։ Արա, ոնց է տալիս է Սիմոնին։ Ինչ նշանակում տալիս է Սիմոնին, արա։ Յոթ շիրա։ Այ Սեբո։ Լսի խմի նստի հանգստացի։ Մենք այդ Սեբոյի հարցերը պետք է լուծենք։
Մենք կսկսենք Սիմոնից։ Գնացինք մեր տուն։ Բայց ինչի եք Սիմոնի հարցերը ձեր տանը լուծում։ Գնացինք մեր տուն։ Բարև ձեզ, ես հանդիպման եմ եկել Մանեի հետ։ Արդեն հանդիպել եք, Մանեն ես եմ։ Հա, ձեզ հետ էինք հեռախոսով զրուցում։ Համեցեք։ Ես Ջիրո ռեստորանի SMM մասնագետն եմ։ Ճիշտն ասած, մենք շատ ենք հավանում ձեր նկարած ռիլերը ու շատ ենք ուզում, որ մի հատ քյութ գովազ նկարեք մեր համար։ Իսկ նկարահանման համար արդեն ամեն ինչ նախապատրաստել եք։ Իհարկե, հեռախոսը պատրաստ է, սեղանը գցած է, գումարն էլ փոխանցած է։ Գումարի պահը իմ ամենասիրածն է։ Դե ինչ սկսենք։ Մենք ուզում ենք դուք փորձարկեք մեր լահմաջոն։ Երկու տարբերակ ունեք։ Չէ, այս մեկը, որը համովն է, Ջիրո ռեստորանի լահմաջոն է, իսկ այս մեկը, որը մեղմ ասած քրինչ լահմաջո է, իսկ Կասաբլանկա ռեստորանինն է։ Ինձ պետք է, որ դուք մերը ավելի լավ ներկայացնեք։ Կներեք, բայց ես պատվերով գովազ չեմ անում։ Մենք կվճարենք ձեր ասած գումարի կրկնակին։ Սիրում եմ կրկնակի գումարներ։ Գնաց։ Մենք այսօր իրար ենք հագցնում Ջիրո եւ Կասաբլանկա ռեստորանների լամաջոները։ Եկեք տեսնենք որն է իրանցից իսկական լամաջոն։ Սկսենք Ջիրո ռեստորանի լամաջոյից։ Խմորը անմարկային փափուկ։ Աշխարհի համեմունքները ուղղակի հավաքվել են բոլորը հենց այս լամաջոյի մեջ։ Միսն էլ այնքան համով է, որ ափսոսում եմ ուտել։ Մի խոսքով 10-ից 10։ Դե փորձարկենք Կասաբլանկա ռեստորանի լամաջոն։ Խմորը 4, կարծես անձնագրայինի աշխատող լինի։ Աղը, բիբարը, համեմունքները ուղղակի արտագաղթել են ուրիշ լամաջոյի մեջ։ Գնահատում եմ 10-ից 3, իսկ իմ ստամոքսը 10-ից -50։ Վերջ, Արտուր ջան, շատ լավն է, մերսի շատ։ Նենց լավն է, հեսա առանց մոնտաժելու պոստում եմ ինստայում ու ձեզ քոլապ տամ։ Իմ գումարը տվեք, հետո ինչքան ուզում եք քոլապ տվեք։ Վալավ, ես հիմա ես Իվանից ոնց փող ուզեմ, հա? Այնքան եմ ուզել արդեն երեսը չի բան։ Այո, շատ ճիշտ եք եկել։ Մի քիչ էլ առաջացեք, թեքվեք ցախ, ռեստորանի դիմաց կանգնած եք։ Եկեք, շատ ճիշտ եք եկել։ Շատ լավ է։ Շնորհակալ եմ արագ առաքման համար։ Խնդրեմ ներս տարեք։ Իվան ջան, ոնց ես ապել։ Աշխատում ենք, պապ։ Ռեստորանի համար նոր տեխնիկա եմ պատվիրել։ Հետո առանց Ջիրո աշխատող մարդը ոնց կլինի։ Գերազանց։ Դու ոնց ես։ Հա, ոնց պետք է լեմ, ամբողջորես նոտարական հարցերով եմ, կտակի հարցերով եմ զբաղված։ Սաղ կետերն արել եմ, մնացել եմ մի հատ կետ, թե ում վրա պետք է կտակեմ այս տունը։ Ոնց տունը։ Ճիշտ պատասխան։ Իվան, պապ 4 տար կհիշես։ I-V-A-N։ Այդ տղա գրել է հեշտ է, հո գրելով չի։ Ընդ 1000 մի մուծումներ կա, բան կա, բայց լավ է, հետո մնա, հետո է։ Սպասի, պապ։ Դու չգիտես, որ այսօրվա տունը վաղվա չեն թողնում։ Ինչքան է ասա կվճարեմ։ 199,999 դրամ։ Կտաս։ 200,000 դրամ, պապ։ Սա կվճարես, այն մի դրամն էլ հետ չվերցնես, պետք չի։ Այս դուր չի էլի, որ մեծ տղես դու ես։ Լավ, ես գնամ այդ հարցերով զբաղվեմ։ Միրո, քո բենզինը երբ է վերջանալու։ Միրոյինը բենզին չի, գազ ա դրած։ Բայց ինչու ես այնց անհանգիստ քայլում սենյակով մեկ։ Ոնց։ Դու չես տեսել ֆիլմերում, որ գլխավոր հերոսները սենց իրավիճակների մեջ են ընկնում, սկսում են անհանգիստ քայլել։ Գլխավորներին տեսել եմ, բայց էպիզոդիկներին չեմ տեսել։ Լսի, ես մի բան չհասկացա։ Սիմոնի հարցերը լուծելու համար ինչ ենք եկել ձեր տուն։ Իվանի ռեստորանից ուտելիք եմ պատվիրել։ Հենց հասնում է հարցերը լուծում են։ Ուտելիքի։ Սիմոնի,
հետո նոր ուտելիքի։ Բայց ես մի բան չհասկացա։ Եթե դու պատվերը արել ես ձեր տուն, բա որ Իվանը տենա, որ նույն հասցենա, որտեղ որ ինքն է ապրում։ Գլխի չի գնի։ Հարևանի հասցեն եմ տվել։ Ալո։ Մենք ենք պատվիրել ախպերս։ Չէ, դիմացի դուրնա։ Երևի ձեր հիմար ղեկավարը հասցեն սխալ է ասել։ Եկեք տղաս, եկեք։ Բայ ինչ եմ անում։ Հենց դուր։ Մի սոլդո։ Ռե, հենց դուրը բացում եմ։ Այսպես տալիս ես գլխին։ Գնացինք։ Հարգելի աջախորդ, ներողություն եմ խնդրում, բայց ձեր պատվերը շատ շուտ կառակվի։ Ուղղակի խցանումներ են, դրա համար ուշանում է մեր առաքիչը։ Այո, մոպեդովա։ Այդ անտեր մոպեդները այնքան են շատացել, որ խցանումներ են առաջանում։ Ես ձեր գումարը հետ կվերադարձնեմ, միայն թե մի հայհոյեք։ Ես Սիմոնից չի։ Առաջ 40 պատվերը մի րոպեում հասցնում էր, հիմա 40 րոպեում չի հասցնում մի պատվեր։ Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է։ Իվանես տեսել ես։ Դե փորձարկենք Կասաբլանկա ռեստորանի Լամաջոն։ Գնահատում եմ 10-ից 3, իսկ իմ ստամոքսը 10-ից -50։ Ես ինչի՞ով հատ վիդեո նկարում մեր մասին։ Իվան պարչի ժիրո հենց պատվերն է։ Ոչինչ, դու հլնայի ես բլոգերին ինչ օրն եմ գցելու։ Այնքան եմ ծեծելու, լանգետ սարքեմ, հետո ստիպեմ ուտի ու իր մասին վատ կարծիք ասի։ Ալվարդ, դե դու զբաղվի ես հարցով, ես էլ գնամ զբաղվեմ Սիմոնի հարցով։ Ինչի՞։ Սիմոնն էլ է վատ վիդեո նկարել։ Լավա վատ վիդեո նկարեց, քան անհետանար։ Ես գնացի Սիմոնին փնտրելու։ Սիրունջա, պատրաստ ես սիրուն անալու։ Իհարկե պատրաստ եմ, վաչագժուկ ես։ Բերել ես գումարը։ Ինչի դու չգիտես, որ քո վաչակյանքը պատրաստ է ամեն ինչ անի, որ դու քեզ երջանիկ զգաս։ Առ։ Ոխ, ինչ ռոմանտիկ ես։ Մերսի շատ։ Բայց նես չի, որ ես մերսիով տրամադրությունս բարձրանում եմ։ Դու գնաներս, ես հյութս խմեմ ու գամ գուլյատ անենք։ Ով սիրում։ Զոր, գումարը մոտս է։ Մի կողմից լավ է, մյուս կողմից վատ։ Որ կողմից է վատ։ Հետևի, ավտոյի հետևի շիտնել եմ ծխել։ Պիտի մի այդքան էլ ուզես բիծուկից։ Լսի, իսկ կարող է բիծուց ավտոդպրոցի դասեր ուզեմ, գնաս ավտո քշել սովորես։ Լավ, չես Վարսենիկ, լեզուց շատ է երկարել։ 1000 անգամ ասել եմ, ինձ Վարսենիկ մի ասա, ասա Նիկա։ Նիկա ասելու համար պիտի մի 200 էլ ուղարկես։ Թանկ անուն է Նիկան։ Լավ, մի բան կմտածեմ։ Շատ լավ Զորա Բարտաշեսովիչ ջան, ճիշտ եք ասում, ես ամուսնուս հետ խորհրդակցեմ ու գամ։ Ոչոս, բժիշկներ զանգել, ասում է ճիշտ կլինի, որ դիմաց հետև մի անգամից անենք, որ տարբերություն չտա։ Հապես կահարի կա, ես կսենց էլ եմ սիրում։ Դե ավելի շատ կսիրես էլի։ Լավ, ինչքան է այդ գումարը։ 200,000։ Ժիրո Իվան
Աստորեն չես ուզում խոսաս ու ասես թե ոնց ես առաքումներն տենց արագանում։ Խոսա արա։ Միրոյի մոտ ուլը չխոսկաներ չեն եղել, բոլորն էլ երկել են։ Ու մինչև չխոսաս, ստեղից դուրս չես գալու։ Հասկացա՞ր էլա։ Ու ընդհանրապես առաքումներ ես անում, չես մտածում, որ եսի Միրոյի տալաս, դա ու մենակ Միրոն կարա ստեղ առաքումներ անի։ Ու ընդհանրապես ստեղ առաքման միրոպոլիա է։ Միրոպոլիա չի, մոնոպոլիա է։ Ես վերցրու։ Խոսարա։ Բայց այդ քեզ համար էի բերել։ Շնորհակալություն ընկերս։ Առանց խմելու պարզ է որ համեղա, բայց դե մետ ուրիշ հաց կա։ Էս Սիմոնը չի ուզում խոսա։ Իսկ սենց փորձել ես։ Ինչ ես ուզում ինձ դիցայ պիկուցի դրած ոզնի։ Պետու մոսիր ոզնի։ Միրո։ Ուզում։ Գույղ։ Հայացքը մի քիչ, մի գլուխ բարձր, աչքը փակ, ցավալու է։ Ու համար ենք անում։ Գնաց։ Հայ ինչ, հազիվ խոսում էր։ Ինքը չխոսկա Միրոյին ավելի շատ է դուր գալի։ Բա ինչ ենք անելու։ Գնալու են գործի, բայց հիմա պետք է սրան թաքցնել, որ ոչ ոք չնկատի։ Պարզա չէ արդեն ինչ պետք է անես։ Պարզ կլներ, եթե ասեիր ինչ պետք է անեմ, սաղ ճամփին ուղղակի խփում էիր։ Ուրեմն լավ ծեծ չես կերե, եթե միջև հիմա չես հասկացել։ Ես հիմա վիդեո եմ նկարում, որտեղ կովում ես մեր ռեստորանի լամաջուն ու փնավում ես Ժիրոյից ռեստորանի լամաջուն։ Բայց գումարային պահը չենք պայմանավորվել։ Պայմանավորվել ենք։ Վիդեոյի ավարտից հետո 500,000 դրամ ինձ տալու ես։ Մոռացել էի ասել, այսօր մեր մոտ ակցիա է վիդեոն անվճար է։ Այ ապրես, որ ուզում ես լավ էլ հասկանում ես։ Դե սկսի։ Մենք այսօր կրկին իրար ենք հագցնում Կասաբլանկա եւ Ժիրո ռեստորանների լամաջոները։ Տեսքից արդեն երևում է, որ շատ համով լամաջո է։ Միսը թար 10-ից 100։ Դե Ժիրո ռեստորանի լամաջոն։ Ֆու, ես ուղղակի չեմ կարող գնահատել այս լամաջոն։ Ուղղակի կարամ ասեմ, որ մի կերեք, եթե չեք ուզում թունավորում ստանալ կամ հայտնվել հիվանդանոցում։ Հələ մի րոպե, էդ ինչեր ես խոսում։ Ինչ պետք է էդ էլ խոսումը։ Իր անկեղծ կարծիքն է ասում։ Էդ իր անկեղծ կարծիքը չի, էդ ռեդ ֆլագ է իմ համար։ Լավ չի, չէ՞։ Բա ինչի եք մեր ռեստորանի լամաջոյի մասին վատ վիդեո նկարել։ Բա խաբենք մարդկանց, վատնա ասում եք վատնա։ Վատը մարդը տա։ Երկու ցնդած ոնց է իրար գտել եք, կյանքս կերել եք։ Ինձ թվում է, քո վրա էլ պիտի ստենդ դնենք մարդուց նման, որ ավելի լավ աշխատես։ Ուղղակի քոնը լեզվիդ վրա ենք դնելու։ Լսի մանե, հեսա ոտերդ նենց եմ ջարդելու, ոչ մի տրավմատոլոգ չկայանա Լավ, սանգիս պետք չի իրար մի սուտեք ու վատ մեկնաբանություններ թողնեք, էդ իմ գործն է։ Ես գիտեմ ինչա պետք անել, որ երկուսդ էլ գոհ մնաք։ Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է. The party you're calling is currently Պատայից քեզ Սիմոն։ Ինչ եմ հասկանում, այս ռեստորանում ով դառնում է առաջիչ, Միրոյից վարակվում է։ Սեբաստիան։ Oui։ Ինչ կա։ Առաքումներն եմ ուզում ուղարկել։ Բա ինչի չես ուղարկում։ Ձևը չգիտես, թե Միրոյի տեղը չգիտես։ Դե Միրոնն ես փոքրած չես նկատում։ No։ Ուղղակի ես Այդ որ կակազում ես, նշանակում է ինձ հասկացար։ Չկրկնվի Սեբաստիան։ Չկրկնվի, թե չէ քեզ գործից կանեմ, կգնաս քո այդ Ֆրանսիաները սովից կսատկես։ Հացին,
կակա կասես։ Չնայած ես չգիտեմ ֆրանսերեն հացին ինչ են ասում։ Բան։ Պան ախպեր ջան։ Պան։ Բոլոր առաքումները կտաս սույն ահավասիկի։ Դու հասկացա, չէ՞, միլիոնովա։ Oui. Յա։ Ոնց է Շիրո ջան։ Պապ ջան, վատ էի, շատ վատ էի, բայց որ քեզ ես սիրուն խալաթով տեսնում եմ, արդեն լավ եմ։ Շիրո ջան, ճիշտ ասած գործով եմ եկել մոտդ։ Ինչ գործով էլ որ եկել ես, հաշվի արածա։ Ես փորձարկեցի Ժիրո եւ Կասաբլանկա ռեստորանների լամաջոները եւ կասեմ իմ կարծիքը։ Այս լամաջոները ոնց որ Մեսին եւ Ռոնալդոն լինեն ուտեստների մեջ։ Երկուսն էլ հրաշալի են, երկուսն էլ անմահական համուն են։ Ես կգնահատեմ իրենց 10-ից մինչև անվերջություն։ Այս ինչ ես խոսում, գնա։ Ոնց կարելի է սրանց լամաջուն Մերինի հետ համեմատել։ Ես հենց նոր փորձարկեցի Ժիրո ռեստորանի լամաջոն եւ ոչ մեկի խորհուրդ չեմ տա։ Եթե ուզում եք ստամոքսի խոց ունենաք, անպայման փորձեք Կասաբլանկա ռեստորանի լահմաջոները։ Ու թող ինձ ներեն բոլոր նորմալ լահմաջոները, որ սրանց անունն էլ է լահմաջոն։ Մարդ պետք է իմ տարիքում իմ նման ապրի, Սիրած աղջիկը կա, պյուրեն կա, անտարի խավիարը կա, ես չեմ ապրում, ես վայելում եմ։ Սենց, այս, Պատտվի Այս շատի ձեռք չեն տվել։ Դե բժիշկը նայեց ասեց, որ ձեռք տալու կարիք չկա, իմ կազմվածքը իդեալական է։ Ճիշտ էր ասել է, էլի։ Հա ու գիտես ինչ ասեց։ Ասեց, որ ուզում է ինձ նկարի ու որպես օրինակ հաճախորդներին ցույց տա։ Ուսավ եմ այդ հաճախորդները աղջիկներ են։ Իհարկե ոչոխոնդես։ Բա, խող ինչ արիր, բերիր։ Չէ։ Ին վրա եմ ծախսել։ Ինչ ես արել։ Ասեմ, մանիկյուր, պիդիկյուր, լավինացիա, էպիլացիա, էլոս, պիլինգ, էքստենշն, շուգրինգ։ Փողը ինչ ես արել։ Ժիրո Իվան Ցուլիկս, էսում է դες ժպտալով գրվում։ Էլի սկսեցիր ցիտիկս։ Տան համար նոր տեխնիկա եւ կահույք եմ նայում։ Ասում եմ այդ Ժիրոն ու մանեն, որ ռադները քաշեն էս տնից, ես պիտի ամեն ինչ թարմացնեմ, որ դրանց մասին ոչ մի բան չհիշեցնի։ Իրանց որ հարցնես, իրանք չեն է պատրաստում էս տնից հեռանան։ Այդ քեզ ա թվում։ Լսի, բաբան էր այսօր եկել ու ասում էր, որ տունը գրանցում է իմ անունով։ Ապրի պապատ, շատ իմաստուն մարդ է, ճիշտ որոշում ա կայացրել։ Դե խոյերը իմաստուն են, չէ՞։ Կյանք այսօր շատ բարդ օրեր արիքն ենք հանգստանանք։ Վաղը պիտի Սիմոնին գործից հեռացնեմ։ Այսօր ոչ մի առակում չի ասցրել։ Զանգերից էլ չի պատասխանում։ Իվան, էս ինչ ձայներ են։ Երևի մանեն ու Ժիրոն են, հիմա ռիլեր են նայում։ Իվան, բազմոցի տակից է այս ձայները։
Սիմոն, ինչ ես անում։ Որ ասեմ հանգստանում եմ կհավատաս։ Բայց ո՞նց ես հայտնվել ես։ Հիմա արդեն կարևոր չի թե ոնց եմ հայտնվել այստեղ։ Ես հոգնել եմ ձեր ցնդած ընտանիքից։ Երկու աղբեր եք մեկը մյուսից ցնդած։ Ես գնում եմ ձեր տնից էլ գործից էլ։ Ոնց էի մոռացել, որ այսօր իրանց հերթնա բազմոցին քնելու։ Հաստատ նկատել են այն Սիմոնին։ Ինչ Սիմոն։